Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Տեսակապով կզրուցենք քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Միշտ ուրախ եմ, միշտ։ Պարոն Խաչիկյան, նախ անդրադառնանք 3 մայրաթոռում տեղի ունեցած այդ իրադարձություններին, երբ 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, ապա գնացել էին այնտեղ ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես իրենք են ասում, հանգստի ուղարկելու պահանջով, սակայն ի պաշտպանություն վեհափառի հավաքված բազմահազար քաղաքացիների առկայությամբ նրանք բավականին արագ լքեցին եկեղեցու տարածքը։ Ձեր գնահատականը տեղի ունեցածին եւ հատկապես, որ այս մարդիկ նախկինում Փաշինյանին քննադատում էին ու հիմա նրան հեղինակություն են սկսել համարել, նրա հետ են համագործակցում։ Դե մենք տեսնում ենք մեր ազգային խայտառակության սերիալի հաջորդ մասը, սերիան ամեն օր։ Ես ասել եմ, սա ինչ որ սարսափի գնաց կա, ամեն անգամ գալիս ես նոր կայանի, դուրս ես գալի ու նոր ինչ որ սարսափելի բան է կատարվում։ Այսպիսի վայրենություն իհարկե որևէ ցիվիլ երկրում անհնար է պատկերացնել, որ այս խայտառակված, ձախողված երկրի այսպես կոչված ղեկավար շանտաժիստ լրագրողը կարծում է, որ մի ամբողջ հանրապետություն կարող է ղեկավարել իր կոմպրոմատներով եւ իր շանտաժներով, նախ սա ուղղակի անհնար է պատկերացնել որևէ ցիվիլ երկրում, որ պետությունը այսպիսի ձևով միջամտի եկեղեցու գործերին։ Ես շատ անգամ այս օրինակը բերել եմ Միացյալ Նահանգներում Բոստոնում 2002 թվականին հայտնաբերվել էին որոշ եկեղեցական, կաթողիկ եկեղեցականներ, որոնք շատ բավականին ծանր, շատ ծանր հանցագործություններ էին գործել, այդ գործը քննվեց կաթողիկ եկեղեցու կողմից, եկեղեցին իր ներքին կարգով որոշ փոփոխություններ ընդունեց, հետագայում Հռոմի Պապը Ֆրանցիսկը 2019 թվականին որոշ փոփոխություններ կատարեց նաև կաթողիկ եկեղեցու կանոնադրության մեջ, այսինքն եկեղեցին դա իր ներքին կարգով այդ հարցը լուծեց։ Պետության կողմից խառնվել այսպես միջամտել եկեղեցու գործերին, այն էլ մի մարդու կողմից, որը 8 տարի ամեն հարցով խաբեց եւ ձախողեց ամեն ինչ եւ մեր ժողովուրդը բերեց այս վիճակին, երբ մարդիկ արդեն ճիշտ ասած մեծամասնություն էին բոլոր ընկերների, ծանոթների արդեն պլանավորեն Հայաստանից դուրս գալ։ Մի մարդ, որը բոլորիս խաբեց, մի մարդ, որը 3 անգամ պատերազմ բերեց, պարտություն բերեց, հազարավոր երիտասարդներ սպանել տվեց, նա խոսում է եկեղեցին մաքրելու մասին։ Նա լավ կաներ ինքը իրանից մաքրեր մեր պետությունը, որ մենք շանս ունենայինք այս խայտառակությունից դուրս գալ։ Եթե կային որոշ խախտումներ, ինչու այս հարցը չբարձրացվեց առաջ սկզբից, մի քանի տարի առաջ, ինչու այդ հարցը չբարձրացրեցին։ Այսինքն նրանց նպատակը ոչ թե ինչ որ բարեփոխումներ կատարելն է, այլ շանտաժ անելն է, կոմպրոմատներ հավաքել ու հետո մարդկանց շանտաժ անել, որ իրանց ուզած անի։ Սա շանտաժիստի պետություն է ստացվում։ Եթե այս խախտումները կային, պետք է տարիներ առաջ դրանցով զբաղվել եւ ներքին կարգով եկեղեցին պետք է դա լուծեր։ Հետո որքանով ես հաշկանում եմ, ես այս մարդկանց չեմ ճանաչում, բայց այդ 10 հոգին, որոնք կանգնել էին մեր դավաճան լրագրողի կողքին, նրանք նույնպես որոշ խախտումներ իրենց թույլ էին տվել, անգամ որոշ շատ հետաքրքիր ավտոմոբիլային անուններ ունեն, որոշ այդ եկեղեցականներ, այսինքն նախ դուք եք դա արել, երկրորդը դուք մինչև հիմա ինչու չեք խոսել սրա մասին, եւ երրորդը ինչու եք հիմա հարձակվում կաթողիկոսի վրա, հենց Ադրբեջանի հրահանգով, նրանից հետո, երբ կաթողիկոսը ասեց, որ հայերը պետք է իրավունք ունենալ վերադառնալ։ Գիտեք, որևէ արժանապատիվ հասարակության մեջ սա անհնար էր։ Մենք շարունակում ենք ապրել խելագար մարդու, պսիխոպատ մարդու երազում։ Այսպիսի բան անհնար է պատկերացնել ուղղակի։ Եվ նաև իրենց եկեղեցու հետևորդ համարողները մենք տեսանք, թե ինչ կերպ են իրենց պահում մայրաթոռի տարածքում, ինչ բառապաշարով էին խոսում լրագրողների հետ։ Դե համապատասխանում են նրանց ղեկավարներին, այն էլ իրանց բերել էին ավտոբուսներով, հա, որքանով ես տեսա։ Ինչպես միշտ հավաքում են, ինչպես ասում եմ շատ լավ գործընկեր Նայր Ազորաբյանը, Ախուրյանցի անոյի զանգվածը հավաքում են ամբողջ հանրապետությունով, հենց այդ զանգվածը, որը համապատասխանում է իրենց ղեկավարների զանգվածին։ Ամեն ինչը, բոլորը ամեն ինչ իրար համապատասխանում է։ Դավաճան իշխանությունը ունի դավաճան եկեղեցականներ եւ կներեք գյադայության կառավարությունը համապատասխան ընտրազանգված ունի, որը իր հետևից գնում է եւ գորգորում, վիրավորում եւ ոստիկանության օգնությամբ ներթափանցում մեր մայր տաճար։ Հարցը այն է, թե մեր հասարակության մեծ մասը երբ կհասկանա, որ
հաջորդ քայլը ուղղակի Հայաստանը կազմալուծվելու է, մեր եկեղեցին կազմալուծվելու է, մենք գնալու ենք բոլորս այռոպորտ։ Եթե դա են ուզում մենակ, թող լինի, ես ամեն անգամ նույն բանը չեմ կարող ասել։ Երեք զուգահեռ իրականությունում Ադրբեջանի դատախազությունը պահանջեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ՑՄԱ ազատազրկման։ Ես հիշեցնեմ, ձեզ հետ էլ քննարկել ենք, ավելի վաղ էլ պահանջել էին ՑՄԱ ազատազրկման դատապարտել Արցախի 5 նախկին ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դեպքում 20 տարվա ազատազրկում, քանի որ նրանց 65 տարին արդեն լրացել է։ Մյուս գերիների համար էլ մեղադրող կողմը մինչև 20 տարվա ազատազրկում է պահանջում։ Այս առումով Հայաստանի իշխանությունը որևէ անելիք չունի, թե նրանց անելիքը միայն եկեղեցու դեմ հարձակումներ գործելն է։ Դե իհարկե ոչ, քանի որ սրանք մեր այսպես ասած էլիտան են, մեր ղեկավարությունը, Ղարաբաղի ղեկավարությունը, այնտեղ կան նաև հայ գերիներ, կան նաև ուրիշ գերիներ, որի մասին մենք ոչինչ չգիտենք, անհայտ կորած մարդիկ։ Դրա հարցերով զբաղվելու փոխարեն նրանք զբաղվում են մեր եկեղեցու վրա հարձակվելով եւ մեր եկեղեցին այսպես ասած մաքրելով Ալիևի հրահանգով։ Հիմա էլ մեզ փորձում են հպատակ դարձնել, լրիվ կախվածության մեջ գցել Ադրբեջանից։ Հիմա արդեն մեզ սովորացնում են, որ մենք նավթ եւ հետո էլ գազ կարող ենք ստանալ Ադրբեջանից կարող ենք ստանալ, որ մենք դառնանք երկրորդ Ղարաբաղ։ Այսինքն մենք այնպիսի վիճակում լինենք, որ Ալիևը վաղը բարկանա, ասի պարոն Մարտիրոսյանն ինչու է պարոն Խաչիկյանի հետ խոսում մեր խնդիրների մասին, ու վաղը այդ խողովակը փակվի։ Եվ Երևանի բնակչությունը էլի գնա մոնումենտի հետ մնացած ծառերն էլ կտրի, ու մենք դառնանք երկրորդ Ղարաբաղ։ Այս օրերին ամենից ուշագրավ նաև իրադարձություններից մեկը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Եմեն դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունն էր, որը շատ քննարկվեց։ Նա ասել է, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը առաջիկա ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարում օգնելու խնդրանքով։ Նրա խոսքով Երևանը հույս ունի ստանալ այնպիսի աջակցություն, ինչպիսին Բրյուսելն ավելի վաղ տրամադրել է Մոլդովային։ Կալասը նաև նշել է, որ Եվրամիությունը շուտով կքննարկի ընտրությունների նախաշեմին Հայաստանին օգնելու հնարավոր ձևաչափերը։ Ինչ է սա ենթադրում, պարոն Խաչիկյան, եւ ինչ է սպասվում ընտրությունների նախաշեմին։ Սա գիտեք ինչ է նման, ես գամ ձեր տանը գողություն անեմ, ձեր բնակարանից ամեն ինչ գողանամ, դուք ինձ ասեք, բայց ինչու եք դա անում։ Ես էլ կասեմ, որովհետև Ռուսաստանն էր ուզում գար, ես Ռուսաստանի տեղ եկա։ Այսինքն ես ճիշտ եմ անում, էլի, որ ես գալիս եմ հանցագործություն եմ կատարում ձեր տանը, որովհետև երրորդ կողմը դա կարող է անել, ավելի լավ է ես անեմ։ Շատ հետաքրքիր տրամաբանություն, շատ հետաքրքիր։ Այս իշխանությունները շատ սիրում են խոսել սուվերենությունից, ինքնիշխանությունից։ Ես չգիտեմ, նրանք Wi-Fi ունեն, կարող են մտնել ինտերնետ, տեսնել դա ինչ է նշանակում։ Ինքնիշխանություն նշանակում է, որ երկրի ներքին գործերի մեջ որևէ մեկը չի կարող խառնվել, չի կարող միջամտել։ Երբ որ երկրի կառավարությունը ինքը խնդրում է, որ միջամտեն իր ընտրություններին, քաղաքական process-ներին, նշանակում է, որ այս երկրի կառավարությունը ինքը ընդունում է, որ նա սուվերեն պետություն չի, նա խնդրում է, որ իր սուվերենությունը խախտվի եւ երրորդ ուժ միջամտի մեր ընտրություններին։ Այսինքն մենք պաշտոնապես դառնում ենք գաղութ։ Իսկ այն ինչ անելու է Տիկին Կալասը, մենք շատ լավ տեսանք Մոլդավիայում։ Այսինքն ընտրություններից մի քանի օր կամ ժամ առաջ փակվելու են քաղաքական կուսակցությունները, շարունակելու են բանտարկել բոլոր ընդդիմադիրներին, եկեղեցականներին, բիզնեսմեններին, անգամ փաստաբաններին, եւ հետո ասել են, որ սա դեմոկրատիա է։ Դուք տեսնում եք եվրոպական ղեկավարները իրենց երեսպաշտ դեմքը որ երրորդ անգամ մեզ ցույց տվեցին։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2016 թվականին Տրամպին մեղադրում էին, որ նա Ռուսաստանի օգնությամբ կեղծեց ընտրությունները Միացյալ Նահանգներում, որ Ռուսաստանը խառնվեց Միացյալ Նահանգների ընտրություններին եւ հզոր մի սկանդալ բարձրացրեց։ 4 տարի քննվեց այս գործը, Տրամպին անընդհատ մեղադրում էին, որ դու ռուսներին խնդրեցիր, որ քեզ օգնեն, հետո գտան, որ որևէ ապացույց չկա, հետո Տրամպը ինքը դատի տվեց, փորձում էր դատի տալ Օբամային, Tulsi Gabbard-ը իր հետախուզական ծառայությունների տնօրենը մեղադրեց Օբամային, որ նա պետական դավաճանություն է գործել, երբ մեղադրել է Տրամպին։ Այսինքն մի հսկայական սկանդալ, որ դա շարունակում էր 4, 5, 6 տարի, եթե ոչ ավել։ Հիմա նորից վերջերս նորից էին ուզում վերսկսել։ Եվ տեսեք, այսինքն Միացյալ Նահանգների ներքին ընտրությունների, քաղաքական ընտրությունների մեջ խառնվելը համարվում է մեծագույն հանցագործություն։ Այսպես ասած սպիտակ մարդու երկիր։ Իսկ մենք երևի այդ ցուցակում 4-րդ էջի վրա Չ կատեգորիայի ինչ որ Չ կլասի ժողովուրդ ենք, կիսապապուաս երևի իրանց համար, ինչ որ կղզու վրա վայրի ցեղ, որը պետքա գնա եւ խնդրի, որ Եվրոպան գա եւ խառնվի մեր ընտրություններին։ Դուք տեսեք,
այս երկակի ստանդարտները որքան են զարգացել, արդեն մեզ մարդու տեղ էլ չեն դնում, կարճ ասած։ Մենք գնում ենք, խնդրում ենք, որ գան, էլի ծեծեն, բանտարկեն, փող տան, որ մեր բոլոր այդ ծախված մեր լրագրողները, այդ գրանտակերները էլի շարունակեն քարոզել, էլի շարունակեն մեր ժողովրդին համոզել, որ հայ լինելը լավ բան չի։ Վաղը չեմ իսօր հիմա կասեն մենք քրիստոնյալ չպետք է լինենք։ Ես 3 տարի առաջ դա ասել էի ձեր գործակիցների մոտ եւ ինձ ասին դուք չափազանցնում եք։ Դե տեսեք, հաջորդը լինելու արդեն խաչքարների մասին են խոսում, խաչքարները շատ են, եկեղեցիները շատ են։ Ադրբեջանցիները ասում են սա ձեր եկեղեցին չի, սա աֆղանական եկեղեցիներ են։ Հետո մեզ ասելու են եկեք լավ, ամեն ինչ հանձնենք, պրծնենք մի հատ էլ մահմեդական դառնանք ու մեր կուշտ փորով ապրենք մեր հարևանների հետ։ Եվ դա արվելու է Եվրոպայի փողերով, որտեղ դուք տեսնում եք, որ ցավոք սրտի տասնյակ եւ տասնյակ լրագրողներ կան, ում խիղճը իրենց գրպանի մեջ է։ Իրենց եվրո ու դոլար են տալիս եւ նրանք ինչ ուզես կասեն, հմեկով, Civilnet-ով, այդ բոլոր ազատություն կայանով, բոլորը գիտեք։ Հետո այդ բլոգերներին են կանչում, դրանց անուններն էլ բոլորը գիտեն, որևէ կրթություն չունեն միջազգային հարաբերությունների բնագավառում, որևէ բան արևմուտքից չգիտեն, միայն գիտեն դոլար եւ եվրո ստանալ եւ խոսալ։ Եվ այդ մարդկանց օգնությամբ էլի մեր ժողովրդի գլուխը լվանալու են ընտրություններին։ Այսինքն 2026 թվականին մենք Մոլդովայի սցենարի կրկնության ենք ականատես լինելու Հայաստանում։ Ինչ հետևանքներ է դա բերելու, որովհետև ամեն դեպքում աշխարհագրորեն մենք Մոլդովա չենք։ Դե ակնհայտ ձեզ ասում են, որ այդպես է լինելու։ Դուք տեսնում եք ցավոք սրտի մեր համապատասխան ծառայությունները կատարում են անօրինական հրամաններ, այս ռեպրեսիաները տերորը շարունակվելու եւ շատ հավանական է, որ կեղծիքներով այս մարդը նորից կընտրվի։ Դրանից հետո Ադրբեջանը կթերթի իր պահանջների գիրքը եւ հաջորդ էջին կանցնի։ Դուք տեսաք, որ մենք խոսում ենք մեր գոլեգայի հետ, դոկտոր Կալֆեյանի հետ, Բաքվում տեղի ունեցել միջազգային կոնֆերանս, 100 փաստաբան են բերել 60 երկրից եւ քննարկում են Արևմտյան Ադրբեջանի խնդիրները։ Այսինքն մեզ ասում են, որ սա ներքին լսարանի մասին համար է։ Տեսակ, որ ներքին լսարանի համար չի, եթե 60 երկրից մարդ են բերում, ինչ ներքին լսարան։ Հաջորդ էջը լինելու է ադրբեջանցիների վերադարձը, այս մարդը էլի կսկսի ինչ որ նոր շոու անել, արդեն կանաչի կտրել է, հեծանիվ քշել է, կատլետի ֆեստիվալը փորձել է, հիմա էլ եկեղեցու վրա հարձակվել է, ինչ որ նոր շոու կսկսվի, ու այդ շոուի ժամանակ արդեն առաջին ավտոբուսը կգա մեր գյուղերը, Վարդենի, Սյունիք, ուրիշ շրջաններ, արդեն ադրբեջանցիները կգան։ Դրանից հետո, եթե որևէ մեկը փորձի դիմադրել, դրանից հետո գալու է Ադրբեջանի բանակը իրանց հետևից։ Այն նույն ձևով, ինչպես Իսրայելը գրավեց Հորդանան երկրի արևմտյան ափը։ Սկզբից գալիս են հրեա բնակիչները, հենց որ արաբները սկսում են պաշտպանել իրենց տունը, գալիս է Իսրայելի բանակը։ Այդ նույն ձևով գրավելու են Սևանը, գրավելու են Սյունիքը։ Ալիևը իզուր տեղ չի խոսում։ Նա լուրջ մարդ է, նա մեր թշնամին է, բայց նա լուրջ մարդ է։ Նա որ մի բան ասում է, նա անում է, նա մերի պես չի, որ օրը 5 անգամ իր կարծիքը փոխում է, ինչ որ հիստերիկ նոպաների մեջ է ընկնում։ Այդպես էլ լինելու է, այս մարդը եթե ընտրվի, կարծում եմ, որ կսկսվի մասսայական արտագաղթ, որտեղ շատ մարդիկ չեն ուզենա ապրել մի Հայաստանում, որը ղեկավարվում է Բաքվից։ Սա լինելու է Բաքվի կցորդ ինչ որ վասալային պետություն, որը կարող է շատ շուտով անգամ պետություն էլ չլինել, եւ սա այն Հայաստանը չի, որտեղ ես օրինակ կցանկանամ ապրել։ Սա իմ Հայաստանը չի լինելու այլևս։ Իշխանական քարոզիչներն էլ այդ ձեր նշած ասում են, որ տեսեք, Ադրբեջանն առաջին է իր տարածքով թույլ տվեց անխոչնդոտ հացահատիկ բերել եւ այլն, եւ հիմա էլ այդ նավթամթերքի արտահանման մասին են խոսում։ Ասում են Ադրբեջանից նավթամթերք է արտահանվում Հայաստան, արդեն խաղաղությունը եկել է։ 90-ականների սկզբին Հայաստանը ստացավ ծորեն Թուրքիայի տարածքով։ Հետո շատ շուտ այդ դարպասը փակվեց։ Այս դռները որ բացվում են մինչև ընտրությունները, որպեսզի ցույց տալ, որ ինչ որ բանի հասան այս իշխանությունները, հանձնեցին, կոտորեցին, ջարդեցին, 5000 տղա սպանել տվեցին, բայց մենք նավթ ստացանք ու ծորեն։ Այդ շատ լավ է որ ստացակ, բայց մեզ գնալով եթե մենք կախված դառնանք Ալիևից, նա երբ կցանկանա, այդ խողովակը փակելու է եւ այդ ճանապարհները փակելու է։ Երբ ցանկանա, մենք դառնում ենք իր պատանդը, մենք դառնում ենք երկրորդ Ղարաբաղ։ Թող մարդիկ դա հասկանան։ Իսկ թե սրանք ինչ են ասում, դե պարզ է ինչ են ասում։ Փողը տալիս են, նրանք էլ ասում են։ Նրանք փողով խոսացող մարդիկ են։ Հասարակության վրա ազդեցություն ունենում է այս մարդկանց խոսքը ձեր դիտարկմամբ։ Դե այն մարդկանց վրա, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, երևի չէ, բայց դժվար է պայքարել օրինակ հմեկի հետ, որովհետև գյուղերում, քաղաքներում հմեկը լսում են, իսկ հմեկը արդեն պետական հեռուստատեսություն չի։ Սա Փաշինյանի սեկտայի քարոզչական գործիքն է դարել։
Դժվար է պայքարել դրա դեմ, բայց եթե մարդկանց համար Ղարաբաղի պատմությունը դաս չեղավ, եթե նրանք չտեսան, թե ոնց 120,000 մարդ 21-րդ դարում էթնիկ զտման ենթարկվեց, եւ Ֆրանսիան, որը խոստումներ էր տալիս, որ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, Փարիզի մերը հունգուր լաց էր լինում Գորիսում, նայում էր դեպի Ղարաբաղ, Մակալեստերը Եվրոպայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը ասում էր մենք թույլ չենք տա որ էթնիկ զտում լինի, Տոմ Յամը պետդեպից ասում էր մենք թույլ չենք տա որ էթնիկ զտում լինի, Լիզ Տրասը Բրիտանիայի նախկին վարչապետուհին, եթե այդպես են ասում, ասել էր որ վտանգ կա էթնիկ զտման Ղարաբաղում, դա պետք է թույլ չտալ։ Եվ դրանից հետո, ամեն ինչից հետո, հանգիստ նայեցին, թե ոնց հայերին հանեցին դուս։ Ռուսներն էլ նայեցին, թե դա ինչպես եղավ, նրանք էլ ոչինչ չարեցին։ Ամբողջ աշխարհը հանգիստ նայեց, թե հայերին ոնց հանեցին դուս։ Եթե դա մեզ դաս չէր եղել, ես էլ չգիտեմ ոնց կարելի է սա բացատրել։ Եթե մենք չենք հիշում, թե Ղարաբաղում ինչպես էր սով սկսվել եւ ինչպես էին էլեկտրականությունը եւ գազը փակում ղարաբաղցիների համար, մենք դա էլ չհասկացանք, հիմա մենք շատ լավ կհասկանանք, որովհետեւ եթե այսպես շարունակվի այս մարդը ընտրվի, մենք լինելու ենք իրանց տեղում։ Դե քարոզչությունն այն ուղղությամբ է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է ճանաչված եղել, դրա համար միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքել, իսկ հիմա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, չնայած Փաշինյանը մի քանի անգամ կադաստրի վկայականի մասին է խոսել, ասել է մինչև դեմարկացիա դելիմիտացիա չլինի, մենք կադաստրի վկայական էլ չունենք։ Դե ես ասել եմ, եթե մենք սկսում ենք խելագարությունը վերլուծել, մենք էլ ենք սկսում գժվել կամաց, դուք գիտեք, այդ մարդկանց թող մեկը փող տա, չգիտեմ, Ucom-ը ինչքան է վերցնում, հիմա մի 10,000 դրամ թող տան, թող Wi-Fi քաշեն իրանց տանը, թող գնան նայեն 2005 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված պատասխանատվություն պաշտպանել հռչակագիրը, որտեղ գրված է, որ անգամ եթե ինչ-որ սուվերեն պետության տարածքում տեղի ունենում էթնիկ զտում, միջազգային հանրությունը պարտավոր է միջամտել եւ պաշտպանել էթնիկ փոքրամասնությունը, անգամ եթե դա տեղի ունենում ինչ-որ ուրիշ պետության տարածքի վրա։ Ես չեմ զարմանում, որ այս մարդիկ դրա մասին չգիտեն։ Ոչ էլ նրանք կարող են բացատրել, թե այդ ինչպես է եղել, որ Պաղեստինը, որը 1947 թվականից ունի միջազգայինորեն ճանաչված տարածք, այդ տարածքում հիմա արդեն 80,000 երեխա եւ մայր են սպանել։ 80,000 ամբողջ աշխարհի աչքերի դիմաց կատարում է ցեղասպանություն, որը խախտում է բոլոր միջազգային փաստաթղթերի, միջազգային պայմանագրերի եւ միջազգային օրենքի բոլոր նորմերը խախտվում են, այն էլ սուվերեն պետության տարածքում։ Այսինքն թող գնան առաջի դասարան, գուցե ինչ-որ մի բան սովորեն։ Ես չեմ կարող խելագարություն ասած քննարկել։ Դե պարոն Խաչիկյան, խոսեցինք արդեն, որ ամեն դեպքում լսարան ունեն եւ պետք է քարոզչությանը ինչ-որ կերպ հակազդել, բացատրել որն է իրականությունը։ Այո, փորձում ենք, դուք էլ եք փորձում, Ռազմիկ ջան, ինչ անեմ։ Եթե ուզում են մարդիկ մտածել, թող մտածեն։ Եթե ուզում են հավատալ, որ վաղը Ադրբեջանից նավթ, գազ, էլեկտրականություն կստանանք, առևտուր կլինի, փող կգա, ամեն ինչ լավ կլինի, հետո դուք տեսնում եք, որ նրանք արդեն խոսում են նրա մասին, որ Հայաստանը մեր տարածքը չի, Ադրբեջանի տարածքն է, ադրբեջանցիները պետք է վերադառնան, Սևանը իրանցն է, Սյունիքը իրանցն է։ Եթե մարդիկ չեն ուզում դա տեսնեն, թող չտեսնեն։ Ես որքանով հասկանում եմ, հիմա լրիվ ուրիշ բաների մասին եմ, նոր տարվա սեղանի հարցերով են զբաղված, դե արդեն դա իրանց ընտրությունն է։ Եթե հասարակությունը չի տեսնում վտանգ, երբ որ այսքան բանից հետո 8 տարի մենք մի ողբերգությունը մյուսի հետևից տեսնում ենք, ողբերգությունը ողբերգության վրա։ 8 տարի եթե մեզ դաս չի եղել, ել մենք ինչ կարող ենք անել։ Մեզանից հասնում է զգուշացնել։ Հետ արդեն մնացածը թող նրանք մտածեն։ Վերադառնալով մեր զրույցի սկզբին այս եկեղեցու դեմ արշավին, դուք հանգուցալուծումը ինչ կերպ եք տեսնում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի։ Բոլոր նորմալ ցիվիլ երկրներում պետությունը որևէ իրավունք չունի խառնվել եկեղեցական գործերի մեջ։ Եթե եկեղեցին ցանկանում է ինքը ներքին կարգով ինչ որ շտկումներ կատարել, դա պետք է արվի, դա իրենց որոշումն է, պետությունը որևէ ձևով դրա մեջ չպետք է միջամտի, այն էլ բոլոր հարցերով տապալված ինչ որ շանտաժիստ լրագրող չպետք է զբաղվի այս գործերով։ Նա պետք է փորձի արդարացնել իրեն այս 8 տարվա ստերի ձախողումների, ողբերգությունների, պարտությունների համար, ոչ թե մտածի նրա մասին, թե ով որտեղ երեխա ունի։ Ես ասել եմ, որ սա հնդկական սերիալ է դարել։ Փոխանակ պետություն ղեկավարի, այս մարդը ուրիշ բան չգիտի։ Նա զբաղվում է ուրիշ մարդկանց անձնական կյանքով, հարցերով եւ կլաուզա գրելով։ Ամբողջ կյանքը դա է արել, հիմա էլ շարունակում է։ Որևէ ձևով պետությունը չպետք է խառնվի, սա պետք է լուծվի ներքին կարգով։
Եվրամիության աջակցությանը վերադառնալով, երբ որ աջակցում են Հայաստանի իշխանություններին, հնարավոր զարգացումների դեպքում, օրինակ, Եվրամիությունը Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտա եւ բացի այդ, արդյոք հույս ունենալ, որ երբևէ Հայաստանին կարող են դիտարկել որպես ԵՄԱ անդամ պետություն, օրինակ։ Սա շատ հեշտ լուծվող հարց է։ Մենք գնում ենք միասին Ֆրանսիայի դեսպանատուն, Գերմանիայի դեսպանատուն, Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ այդ հարցը իրանց տալիս ենք։ Դուք պատրաստ եք ասել, որ X պահին մենք դառնալու ենք Եվրոպայի մաս։ Որևէ այսպիսի հայտարարություն ոչ ոք չի արել։ Երկրորդը, դուք պատրաստ եք անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին։ Ուկրաինայում դա արդեն 4 տարի քննարկվում է, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինային։ Դա էլ չեն, ռուսները չեն համաձայնում։ Մեզ անգամ չի առաջարկվել դա։ Այս հարցը տրվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, նա ասել է ոչ։ Իրեն այդ հարցը կարծեմ մի տարի առաջ տվել էր։ Մի լրագրող ասել էր դուք պատրաստ եք միջամտել, եթե հարձակում լինի Հայաստանի վրա։ Նա ասել է ոչ։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նույնպես եկել էր Հայաստան, իմիջիալոց իր գիրքը գրել էր ցեղասպանության մասին, այն ժամանակ դեռ հայերը ապրում էին Ղարաբաղում, իհարկե նա ոչ մի ձեն չհանեց, երբ որ հայերին դուրս հանեցին, իրեն էլ այդ հարցը տվեցին, Միացյալ Նահանգները երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը, պատասխան չկա։ Սա շատ հեշտ լուծվող հարց է։ Փոխանակ այս դերասաններին լսելը, այդ հարցը ուղղակի պետք է տալ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Եվրոպական միության ղեկավարներին, ինչ ձևով դուք պատրաստ եք երաշխավորել մեր անվտանգությունը եւ ինչ ձևով, որովհետեւ Ուկրաինայում ոնց երաշխավորեցին, մենք տեսանք։ Ձեր աչքերի առաջ երաշխավորում են։ Այն էլ մի ուրիշ օրինակն էլ Վրաստանն էր, հենց մեր կողքը 2008 թվականին, երբ որ նրանք չմիջամտեցին։ Եվ հետո ինչպես են նրանք մեզ պաշտպանելու կամ երաշխավորելու իրենց սեփական կարևորագույն դաշնակիցների դեմ, Ադրբեջանը պաշտոնապես կոչվեց Բունդերլայնի կողմից Եվրոպայի հավատարիմ եւ վստահելի գործընկեր։ Նա արդեն 2 թե 3 անգամ գրում է այնտեղ Ալիևի ձեռքերը պատչելու, ինչպես ես ասում եմ, իմիջիալոց նկատեք, որ Ալիևի ընտրություններին չեն խառնվում։ Ես կխնդրեի Տիկին Կալասին մեր հարևան ադրբեջանցի ժողովրդին էլ օգներ։ Նրանք էլ դեմոկրատական երկրում ապրեին եւ օրինակ մասնակցեն Ադրբեջանի ընտրություններում, իսկ ինչու չեն ուզում։ Հետաքրքիր է, երևի նավթ ու գազի քաշը մի քիչ ավելի շատ է, քան դեմոկրատիայի, հա, այդպես է ստացվում։ Այսինքն Ադրբեջանը իրանց գործընկերն է, Ադրբեջանի դաշնակիցը Իսրայելն է, որը Վաշինգտոնի տերն է։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը որոշում է Իսրայելը, Նետանյահուն։ Եվ Թուրքիան 3 հզորագույն երկիր, 3-ն էլ Արևմուտքի դաշնակից։ Եվ մեզ պետքա Արևմուտքը պաշտպանի իր ամենամոտիկ ընկերներից եւ դաշնակիցներից։ Եթե մենք ուզում ենք խելագարի պես մտածել, կարող ենք, բայց աշխարհը դրանից չի փոխվի։ Դե գիտեք, պարոն Խաչիկյան, քարոզությունն էլ այն է, բա հոր Ռուսաստանի գուբերնիայի մաս չենք դառնալու։ Սա բան է, ինչպես են ասում, մանկապարտեզ, մարդիկ որևէ գիտելիք չունեն, որևէ բան կարդալ չեն ուզում, կրկնում են նույն այդ նախախաշային խոսակցությունները, Ռուսաստանը որևէ ցանկություն չունի Հայաստանին դարձնել Ռուսաստանի մաս, Ռուսաստանը անգամ Ուկրաինայի ցանկություն չունի Ուկրաինան դարձնել Ռուսաստանի մաս, Ռուսաստանը երկրի ամենամեծ երկրագնդի ամենամեծ երկիրն է, իրան 29000 քառակուսի կիլոմետր քար ու չոր ցամաք հող բացարձակ պետք չի, նրանք մեր կարիքը չունեն, որևէ մեկ Ռուսաստանում չի ասում, որ պետք է վերստեղծել սովետական միությունը, եւ որևէ մեկը Հայաստանի կարիքը չունի, եւ մեզ դրա մասին ասվել է մի քանի անգամ, երբ որ մենք հարցնում ենք որոշ լրագրողներ, մենք կարող ենք դառնալ Բելորուսիա եւ Ռուսաստանի այդ Միութենական պետության մաս, արդյոք Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին, այո։ Այո, եւ մեզ պատասխան են տվել, գիտեք, ոչ։ Մենք բելորուսների հետ համարյա նույն ժողովուրդն ենք։ Դուք եղբայրական ժողովուրդ եք, բայց ուրիշ ժողովուրդ եք։ Ձեզ համար ավելի լավ է ԵԱԵՍ-ով զբաղվենք, այսինքն Եվրասիական միության գծով գնանք։ Նրանք ասում են, մեզ այլևս կայսրություն պետք չի, որովհետեւ ռուսները հասկանում են, երբ որ դուք ստեղծում ես կայսրություն, հետո էլի ժողովուրդը դուրս է գալի փողոց այս ովքեր են մեր կտրիչներ են եւ այլն, էլի սկսելու են բռունցքները թափահարել եւ էլի սկսվելու է անկախության շարժում։ Նրանք պետք է այդ 15, ասենք թե 15 իհարկե չեն վերցնի, 12 մինուս Բալտիկան, հա, 12 երկրները էլի պետք է ուժով պահեն։ Նրանք գիտեն, որ կայսրություն պահելը պահանջում է հսկայական ռեսուրսներ եւ ուժեր, նրանք չեն ուզում դա անել։ Բոլոր ռուս վերլուծաբանները, քաղաքական գործիչները ասում են, մեզ կայսրություն պետք չի, մենք այդ ռեսուրսները էլ չենք ուզում ծախսել բոլորի վրա։ Մենք մեր նավթադոլարները կպահենք մեզ համար։ Ինչու մենք պետք է 13 ուրիշ հանրապետություն, 12 ուրիշ հանրապետություն պահենք։
Հասկանում եք, այսինքն այս մարդիկ ոչ կարդալ են ուզում, ոչ ինչ-որ մեկին լսել են ուզում, ոչ կրթություն ստանալ են ուզում, այս նույն խոսակցությունները կրկնվում են։ Ուղղակի խղճում ես էլի, որ այսքան ողորմելի եք։ Փոխարենը ասում են ԿԿՊ-ի գործակալներ են, քարոզություն են անում եւ այլն, այսինքն իրենք որ արևմուտքի քարոզություն են անում, այս դեպքում իրենք գործակալներ չեն։ Դե մենք ժողովուրդը շատ լավ անեկդոտ ունի, որոշ մարդիկ որոշ գործունեությամբ են զբաղվում, բայց ուրիշներին մեղադրում են։ Դե իհարկե եթերային չի, չեն կարող եթերում ասել, բայց դա շատ լավ սկզբունք է, այսինքն դուք պաշտոնապես փող եք խնդրում Եվրոպայից, դուք գործակալ չեք։ Դուք տասնյակ միլիոնավոր դոլարներ եք ստանում, որ ծախեք Ղարաբաղը։ Մեզ մոռանալ տակ մեր երեխաների, մեր տղաների հիշատակը, որ արդարացնեք մեր թշնամուն, որը այս մարդկանց սպանել է, ասում է, որ Հայաստան չպետք է լինի։ Մեր գերիներին, ռազմական գերիներին գնդակահարում է, դրա մասին խոսում է Ամերիկայում Մենենդեսը, սենատոր Մենենդեսը Ամերիկայում խոսում է, թե հայերին ինչպես վերաբերվեցին, ինչպես գնդակահարեցին հայ գերիներին։ Մերոնք այդ գրանտ ուտողները, դոլար ծամողները, դրա մասին էլ չեն խոսում։ Ու դուք ուրիշներին մեղադրում եք, որ նրանք գործակալ են։ Սա բան է, այդ Քուչի բազարի բանն է, էլի, ասում են, ազգային ռազմիրատ է դարել։ Մեր հանրապետությունը դարել է շանտաժով եւ այդ Քուչի բազարով ղեկավարվող մի հասարակություն։ Սա այն Հայաստանը չէր, որը մենք պատկերացնում ենք, երբ որ ուզում ենք անկախանանք։ Ձեզ համար որևէ ելք այս ստեղծված իրավիճակում տեսանելի է։ Եթե այս մարդը հաղթի ընտրություններին, դա ողբերգություն կլինի, Հայաստանը շատ շուտ այնպիսի կախվածության մեջ կընկնի Թուրքիայից եւ Ադրբեջանից, որ մենք այլևս որևէ բան չենք կարողանալ անել։ Պետք է ցանկացած ձևով թույլ չտալ, որ անգամ եթե նա կեղծի, անգամ եթե շարունակի տերորը, ռեպրեսիաները Եվրոպայի օգնությամբ բոլորի բանտարկի նստացնի, պետք է այնպես անել, որ նա չկարողանա հաղթել այս ընտրություններում, կամ մինչև ընտրությունները պետք է այնպես անել, որ նա չկարողանա հաղթել։ Եթե նա հաղթի, Հայաստան շատ շուտով չի լինելու։ Ընդդիմությունը պետք է կամ իրար չխանգարի, գոնե իրար չխանգարի, եթե մարդիկ կան, ովքեր ուզում են մասնակցել, այսպես ասած, նախքին ուժերից, թող մասնակցեն, նրանք այդ իրավունքը ունեն, եթե նոր մարդիկ կան, ովքեր չեն ուզում կապ ունենալ նախքին ուժերի հետ, բայց նաև ընդդիմախոս են եւ չեն ուզում, որ այս կառավարությունը մնա, թող նրանք էլ մասնակցեն, բոլորն էլ թող մասնակցեն։ Ես բոլորի կողմն եմ, բոլորի։ Ցանկացած անգամ եթե ԿՊ-ից վաղը ասենք 3 հատ ազնիվ մարդ ստացվի դուրս գա եւ իրանց սեփական կուսակցությունը կազմեն, ես իրանց էլ կօգնեմ, բոլորին ցանկանում եմ օգնեմ, ինձ ոչ մի բան պետք չի, ես որևէ քաղաքական ամբիցիաներ չունեմ, մանավանդ որ այնտեղ ուրիշ հարցեր կառաջանան եւ ես պետքա գիրքս վերջացնեմ դեռ։ Բոլորին պատրաստ եմ օգնել, միայն այս սատանայական ռեժիմը Հայաստանից գնա, որ մենք կարողանանք սկսել մեր երկիրը վերականգնել եւ դա տևելու է երկար ամիսներ եւ տարիներ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ 168 TV-ի եթերում ռիվյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։